Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բավականին երկար ժամանակ մենք միասին եթեր չէինք ունեցել։ Այսօր այսպես որոշեցինք։ Ինչևէ, շատ ուշագրավ հետաքրքիր զարգացումներ կան եւ աշխարհաքաղաքական եւ մեր ռազմավարական գործընկերների կողմից շատ կատեգորիկ կտրուկ գործողություններ, հայտարարություններ, սահմանափակումներ։ Մենք դրա մասին դեռ կխոսենք, բայց դերևս վերջին ինֆորմացիան քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վեհապար Հայրապետի եւ 6 սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի Առաջինատյան ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Մի փոքր հետ գնանք, գիտենք, որ դատական process են սկսել Վեհապար հորդեմ, պիտի խնդրեմ ձեր գնահատականը տակ, սա, չգիտեմ, ազգային խայտառակություն է, մեն թե ավելին, այո, ձեր գնահատականը պիտի խնդրեմ տամ եւ նաեւ դատավորի որոշումը, գիտեք, որ ինքնաբացարկ ասեց, սա էլ միանշանակ չի ընկալվել, մի կողմը քննադատում է, որ պիտի ինքը անպայման որոշում կայացներ եւ այս աբսուրդը խայտառակությունը վերջ տար միանգամից, մյուս մասն էլ ասում են արդեն իսկ ինքը մեծ բան է արել։ Ինչ ունեք ասելու այս երևույթի հետ կապված դատավորի եւ նաեւ ինչ ունեք ասելու այս նոր դատավորին, որ նշանակել են եւ ինչու է Նիկոլը հետեւողական շարունակում այս ճանապարհը այն իմաստով, որ այսպես եթե հետեւում ենք, պարոն Սարգսյան, ընտրությունները պարզ է, չէ՞ որ Նիկոլը բոլորիցս լավ գիտի ինչ է տեղի ունեցել, ինքը շատ լավ հասկանում է Մասիսի ընտրություններ, Գյումրի ընտրություններ, Էջմիածնի ընտրություններ, համապետական ընտրություններ, ակնհայտ հանրությունը ժողովուրդը չի ուզում իրեն, ինքը շատ լավ դա հասկանում է եւ ցանկացած խելամիտ մարդ ընտրությունից հետո պիտի գնար որոշակի համերաշխության, չէ՞, բայց հələ տեսեք ինչ է անում գործարարների նկատմամբ, քաղաքական ուժերի նկատմամբ, ավելին մի հատ էս փուլում նորից խտացնում են թեման, որ հայ առաքելական եկեղեցու դեմ է գրում, կամ այս մարդը պատանդ է, կամ ուղղակի չգիտեմ ինչ հատկանիշներ ունի, որ գերագույն հաճույք է ստանում ինքը եւ այն փոքր հատվածը, որ մնացել է, որ իրեն ձայն է տալիս, գերագույն հաճույք են ստանում մարդկանց ստորացնելուց, նվաստացնելուց, ինչու ոչ գողանալուց եւ թալանելուց, ինչեւ որ իրենք զբաղված են։ Խնդրեմ։ Շատ հստակ, շատ դիպուկ ասել է մեր կուսակցության փոխնախագահ Նարինե Դիգբարյանը։ Նա ասում է, որ դա ֆունկցիա է։ Այսինքն դա չի պետք չի գնահատել նրա քայլերը այս կամ այն կողմ։ Նա կատարում է այն, ինչ որ այդպես պետք է կատարի։ Այսինքն ֆունկցիան հենց դա է։ Եվ այդ պարագայում ես ուզում եմ որպեսզի մենք բոլորս հասկանանք, ինչ որ ինքը սկսել է անել, դա եւ իր համոզմունքն է, եւ իր ծրագիրն է, եւ իր նման այդ իր տերերի հետ կապված համապատասխան համաձայնությունն է։ Ուրիշ բան պետք չի փնտրել։ Հերիք է մենք անընդհատ փորձենք բացատրել, թե նա ինչու է այսպես վարվում։ Նա անում է այն, ինչ որ որոշել է։ Մեր խնդիրն է, որ մենք թույլ չտանք, որ նա անի դա։ Ես նկատի ունեմ մեր բոլորիս խնդիրն է։ Եվ բոլորը պետք է հասկանան, քանի դեռ նա իշխանության է, այդպես էլ շարունակվելու է։ Եվ հերիք է ամեն անգամ ասել, որ մենք հիմա պայքարը սկսում ենք այս նոր ձևով, չգիտեմ այս ձևով, մենք պայքարը պետք է իրականացնենք այնպես, որ վաղը մյուս օրը այս իշխանությունը հեռանա։ Սա ուրիշ ելք չունի, եթե մենք իսկապես ուզում ենք, որ մեր պետությունը, մեր ազգը, հատկապես մեր ազգային այդ ամբողջ ինքնությունը պահպանվի եւ ընդհանրապես մենք որպես ազգ շարունակենք լինել, այս իշխանության օրոք դա չի լինելու։ Եվ սա այնքան պարզ ճշմարտություն է, ինչ վերաբերում է ամենայն հայոց կաթողիկոսի դեմ եւ նաեւ 6 arczepiskopos եպիսկոպոսների դեմ։ Եկեք հասկանանք մի շատ պարզ բան։ Դատարանը իրավունք չուներ, լավ է իրավաբանն եկավ, իրավունք չուներ սկսել այդպիսի process, որովհետև այդ պարագայում ինքը սկսում էր դատել կաթողիկոսի։ Ինքը ճիշտ վարվեց, ինքը ասեց, ես կաթողիկոսին դատել իրավունք չունեմ, ես բացարկ եմ, ինքնաբացարկ եմ։ Ողջունելի է դատավորի այդ քայլը, որովհետև նույնը ինքը օրինակ ծառայեց, որ նույնը պետք է անեն մյուսը, երրորդը, չորրորդը, մինչև ընդհանրապես տապալվի այդ process-ը։ Որովհետև կաթողիկոսին դատել այդ նշանակում է, որ չպիտի գտնվի մի դատավոր, որ անգամ process-ը սկսի, ի սկզբանե։ Այո, որովհետև այդ process սկսելը դա նշանակում է դուք դատ եք սկսում։ Այսինքն դուք ընդունում եք, որ նա կարող է պատահի մեղավոր է։ Դուք այս տեսանկյունից պետք է նայել, այլ ոչ թե այն, որ սկսել են խոսել, թե
այ դատավորը պարտավոր էր միանգամից իրեն անմեղ հայտարարել։ Եթե հենց սկսեր այդ process-ը, կստացվեր, որ ինքը դատում է։ Եվ այդ պարագայում պետք է գային վկաներ, պետք է գային, չգիտեմ, այսինչ, այնինչը, եւ այլն, դուք հասկանում եք, այդ խայտարակությունը պետք է լիներ։ Գոնե այս հարցում, որ մենք կարողացանք աշխարհի առջև երևալ, որ ունենք արժանապատվություն, որ ուրեմն հասկանում ենք, որ չի կարելի ընդհանրապես մտքով անցկացնել, որ կարելի է ամենայն հայոց կաթողիկոսին բերել դատարան։ Սա գլխավոր հարցն է իմ կարծիքով, եւ ժողովրդի ցասումը եւ ժողովրդի բողոքը պետք է այնպեսին լինի շարունակական։ Մենք էլ ենք եղել այդ օրը այնտեղ, Էջմիածնում, ես պետք է ասեմ, որ ժողովուրդը իրոք ինքնակամ իր ցանկությամբ եկել էր այդտեղ եւ աջակցում էր ամենայն հայոց կաթողիկոսին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Մենք պետք է հասկանանք, որ սա ամբողջովին ուղղված է դեպի մեր եկեղեցին։ Այս ամբողջը արվում է նրա համար, որ մեր արմատներից մեզ ընդհանրապես կտրեն։ Եվ դա արվում է թշնամական կողմից։ Դրանում շահառու է Թուրքիան եւ Ադրբեջանը առաջին հերթին եւ բոլոր նրանք, ովքեր նրանց պաշտպանում են, ովքեր նրանց ծրագիրը ընդունում են։ Այդ ծրագրի մեջ մտնում է մեր հռչակագիրը չեղյալ հայտարարելու, այդ ծրագրի մեջ մտնում է ուրեմն այդ Տիգրանաշենը հանձնելու, 1000 անգամ ասել ենք դրա մասին։ Այդ ծրագրի մեջ մտնում է այն, որ այդ 42 թե 43 կիլոմետր թրիպի ճանապարհը դա ընդամենը նորից եմ ասում, ոչ մի կապ չունի Հայաստանի հետ։ Ոչ մի կապ չունի, հասկանում եք, ինքը մտնում է Նախիջևան, դուրս է գալիս Թուրքիա։ Ես ասեմ, դա թուրքերի մուրազն է, երկուսին կապում է Մուրազը իր հերթին, բայց այդ դրա հետ մեկտեղ տեսեք է, գալիս է Նախիջևան եւ գնում է Թուրքիա։ Դե մուրազ էլի, թուրքական մուրա, իրանց բառով եմ ասում։ Հայաստանին չի ծառայելու։ Այս հեքիաթները, որ ձեզ պատմում են, թե Եվ մի հատ էլ Ամերիկա բերել մտցնել այստեղ, շատ լավ իմանալով որ հարևան երկրի հետ ինչպիսի հարաբերություններ դու բերում ես այստեղ, այսինքն քառապատիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար ու հայ ժողովրդի համար։ Եթե անգամ այսօր Իրանն ասում է ոչինչ, ես կհամարվեմ կամ չգիտեմ, որևէ բան չի ասում, դա չի նշանակում, որ ինքը վաղը չի անելու այն, ինչ որ իր պետական ազգային շահերից է բխում։ Մենք տեսնում ենք, չէ՞, ոնց է ինքը կռիվ տալիս։ Հենց այսօր։ Տեսնում ենք, ինչ կռիվ է տալիս։ Այդպիսի հզորի դեմ։ Մեր հարևան լավ բարեկամությունը, հարևանությունը, մյուս կողմից ռմբակոծում է միանգամից, ասում է, բերել ես, բազաները դրել ես, թիրախավորում ես, պատասխան չի խնայի Հայաստանը։ Հիմա տեսեք, Ադրբեջանի հետ իբր փորձում են դեռ շիփշիան են, բայց պարզ երևում է, չէ՞, որ իրենք Ադրբեջանին արդեն մեղադրում են Իսրայելի հետ ամենասերտ հարաբերություններ ունենալու եւ ռազմական բազաներ այնտեղ տարածքում ունենալու Ֆիզուլիում եւ Ջեբրայիլում արդեն կան, բացահայտ է դա։ Եվ մնացած այն բոլոր գործողությունները, որ այնտեղից կարող են կատարվել կամ կատարվում են, Իրանը շատ լավ հասկանում է։ Այսինքն մենք այս պահին փոխանակ ճիշտ, հիմա շուրջ գանք մի հատ էլ այն մյուս կողմը, որ իսկապես ամենամեծ ցավն է հիմա մեզ պատճառում, խոսքը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Այսինքն դուք այն մյուս հզորին դարձնում եք ձեզ թշնամի, տրամաբանություն կա։ Մյուս կողմից էլ Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, մի հատ նոր բան են կնքում։ Այսինքն այդքան հզոր երկրներ են, միջուկային զենքով։ Հիշում եք, որ ես այստեղ ասել եմ, որ իսլամական Թուրքիան չէ որ ստեղծեց սկզբից Պակիստան-Թուրքիա փոխհարաբերությունները, դրան միացավ Մալայզիան ժամանակին, երբ որ նա ձևավորում էր մեծ Թուրանի գաղափարը, թուրքալեզու պետությունների միավորումը, դրան զուգահեռ սկսեց իսլամական պետությունների միությունը։ Այ հիմա մենք ստանում ենք այդ արդյունքը։ Պարզ երևում է։ Շուշում էլ կնքվեց Ադրբեջան, Թուրքիա, այսինքն տեսեք ոնց են հզորանում, առանց այդ էլ միջուկային զենք ունեցող Պակիստանի մասին ենք մենք։ Ամենաագրեսիվ պետություններից մեկը։ Սաուդյան Արաբիային, որ տարեկան 30 միլիարդ մենակ զենք է ձեռք բերում, այդ որ բացահայտվեց, չէ՞, Քլինտոնի ժամանակ ինչեր են գնում, որը գախնի, որը բացահայտ։ Իրանք առանց այդ էլ ուժեղ ամրանում են, մի հատ ռազմավարական դաշնակից ունենք, մի հատ նորմալ հարևան ունենք, բերում է իր սահման, իր թշնամուն է նստացնում այստեղ Միացյալ Նահանգները, ռազմավարական դաշնակցին էլ ասում է։ Ուրեմն, այն ինչ որ որոշ հարցերում իբր ժողովրդին դուր է գալիս ինքը, դա պետք է հասկանալ, որ դա խորամանկության մի հատ արտահայտություն է։
Այսինքն ինչ որ քայլ եւ կառավարությունը չէ՞ պետք է կառավարի վերջ-վերջով ծրագիր պետք է իրականացնի այդ իր ասֆալտ պետք է փռի չգիտեմ այս ինչ պետք է անի ինչ պետք է անի բայց դրա տակ դուք պետք է տեսնեք հերավար այն նպատակը որը իր արժեվ դրված ինքը գնում է այդ նպատակին Տավուշում 285 մանկավարժ բանը աշխատանք չունեն փակվել է 3 տարում այդքան դպրոց Դե մենք տեսնում ենք որ Սա ինչ է, սա սպիտակ ցեղասպանություն է կոչում, այսինքն դատարկել գյուղերը, դպրոցները, 285 մանկավարժ մենակ մնացել են փողոցում կրճատվել են, պատկերացնում եք։ Ամբողջ Տավուշում, միայն Տավուշում։ Սահմանամերձ շրջանները դատարկվում են, Երևան քաղաքը ուրճանում է։ Սա ռախիտ օրգանիզմի արտահայտությունն է։ Ես ասում եմ, բոլոր այն հնարավոր գործողությունները, որոնք հիմա իրենք իրականացնում են, դա ի վնաս է մեր ժողովրդին, մեր պետությանը, որովհետև դրանով մենք ոչինչ չենք ստանում, հակառակը, հիմա տեսեք, Երևան քաղաքը խեղդվում է ուղղակի ամեն տեսանկյունից, օդի, չգիտեմ ինչ արտադրության եւ այլ, եւ այդ պարագայում ամբողջ կուտակումը այս մի քաղաքում, դա նշանակում է, որ դուք ուղղակի բաց եք անում ճանապարհը դեպի ձեր նույն տարածքը, որովհետև եթե սահմանամերձ տարածքները Փարիզ չեն եւ ամրոց չեն, ուրեմն կնշանակի, որ դուք բացահայտ բաց եք արել բոլոր սահմանները, կապ չունի, փագեն թե այսօր Մի հարց եմ ուզում տալ, տեսեք, պարոն Սարգսյան, մի կողմից ինքը թվում է, որ նեղ վիճակում է այն իմաստով, որ որոշակի սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնությունը արդեն ընդունել է եւ գիտեք, այնտեղ լոլիկն է, ծաղիկն է, ձուկն է, ու այսպես շարունակ, այսինքն խնդրեմ է, ես երեք էլ ասեցի մի քանի օր առաջ բանկերից մեկում էի, ասում են դուք չեք պատկերացնի վերջին 20 օրը ինչ սննկացման են գնում, ինչ համատարած, այսինքն միանգամից պարզ է, չէ, տնտեսությունը շատ փոքր է, խոցելի է, միանգամից անդրադառնում է։ Ակնհայտ է, որ Նիկոլը սա գիտակցում է, առնվազն եթե դա չգիտակցեր, ինքը չէր գնա այս համաժողովներին, չէր փորձի Միշուստինի հետ ինչ որ հարց անել, չէր նախաձեռնի այդ հեռախոսախոսակցությունը, ինքը հասկանում է սա, բայց մի կողմից սա է անում, մյուս կողմից ինքը այն գործարարներին քրեական գործեր, կալանք, Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի մեջ, այդպիսի ստորացուցիչ հանգամանքներ, ասենք ձերբակալեց Գագիկ Ծառուկյանի, սա տարածվում է բոլորի վրա եւ խլում է բոլորից, այսինքն դուք մի խելամիտ գործարար պատկերացնեք, որ սրանից հետո գա եւ այստեղ ինչ որ ներդրում, ինչ է մտածում, այսինքն մի կողմից թվում է թե ուզում է մի բան անի Փրկի իբրև թե տնտեսությունը։ Մյուս կողմից ինքը հակառակ այսպես կասնային, ընդ որում այն ուժերի, որոնք ասում են դու ո՞նց ես, նույն Սամվել Կարապետյանն հայտարարեց, Գագիկ Ծառուկյանն ասեց, դու ո՞նց ես այս հանգիստ ճանապարհը բացում Թուրքիայի հետ, դու գիտես տնտեսական ինչ է մեզ սպառնում, այսինքն եւ դու ո՞նց ես թշնամանում մի երկրի հետ Ռուսաստանի հետ, որտեղից ամեն տարի 10 միլիարդի 12 միլիարդ միայն ապրանքաշրջանառություն կա եւ ել չեմ ասում ինչքան գումարներ է գալիս այդտեղից։ Ո՞նց է սա բացատրում։ Հիմա ելի նորից վերադառնում ենք այդ նույն հարցին։ Այն ինչ որ ինքը անում է, իբր թե լավ բան է ուզում անի, օրինակ, մենք չպետք է լինենք կախված Ռուսաստանից։ Լավ, ասենք, չէ, մի րոպե։ Չպետք է լինենք։ Բա որ հիմա կախված ես Թուրքիայից, Ադրբեջանից, Եվրոպայից, իբր թե, չգիտեմ, սրանից, նրանից եւ այլ, դրանում ինչ իմաստ։ Առաջինը դու կախված չէիր, դու ընդամենը գործընկեր էիր, որի հաշվին Ռուսաստանը քեզ մատակարարում էր եւ էժան վառելիք եւ ատոմային էներգիայի հետ կապված այդ խնդիրներ կարգավորում։ Եվ աչքեր փակում ապրանքների որակի վրա։ Այո, շատ հարցերում քեզ ընդառաջ էր գնում, որովհետեւ դու անհրաժեշտ ես եւ դու հիմա չունենալով այն որ ասում են Զապաստոնի аэродром չունես այդ բանը։ Բայց ունի Թուրքիան, Ադրբեջանը չեն անում, Եվրոպան, չէ։ Այդ ինքը անձամբ ունի։ Չէ, մենք չունենք։ Մենք չունենք։ Մենք որպես պետություն չունենք։ Ինքը անձնապես կարող է ունենալ։ Բայց հիմա հարցը նրան է, որ եթե դու ուզում ես իսկապես կախվածությունից վերանայիր, այսինքն ունենայիր հնարավորություն դիվերսիֆիկացիա անելու, շատ լավ, այդ դեպքում կարելի է նույն քաղաքականությունը այնպես վարել, որ ասել ինչ որ համաձայնեցնել որոշ հարցեր նաև քո դաշնակցի հետ, քո ամենակարևոր բարեկամի հետ Իրանի Իսլամական Հանրապետության եւ այլն եւ տեսնել թե իրականում ինչ կարելի է անել։ Ոչ ոք չի ասում որ եթե կարելի ավելի շահեկան վիճակում հայտնվել, մի գնա այդ ուղղությամբ, գնա, բայց այն պարագայում մի թշնամացրում մեզ այնպիսի պետությունների հետ, որոնք ուղղակի դարեր շարունակ, տեսեք ինչու է անընդհատ Ռուսաստանի իշխանությունը, նույն Պուտինը եւ մյուսները անընդհատ շեշտում, որ մենք հայ ժողովրդին չենք սա։ Անընդհատ, այո։
Խոսքը գնում է նրա մասին, որ ձեր իշխանությունն է այս ամբողջ քաղաքականությունը վարում, մենք նրա վարած քաղաքականությանը պատասխան ենք տալիս։ Սա է իրականում։ Հայ ժողովրդին անընդհատ ասում են դուք ընտրությունը կատարեք։ Հիմա նույնպես, երբ որ խոսքը գնում էր թե եկեք հանրակրվե անցկացրեք, լսեք ինչ է ասում։ Գնում են այնտեղ Մոսկվայում, որտեղ էր, չեմ հիշում։ Ուրեմն այս վերջի հանդիպանը, որ ուզում են Միշուստինին համոզել, հա, Ղրղստանում։ Ասում է, չէ, մենք չենք էլ պատրաստվում, որ Եվրոմիություն գնանք, բա որ չես պատրաստվում, ուր ես այս ամբողջ աղմուկը բարձրացրել։ Եթե դու հասկանում ես, որ եթե գնում ես այդ ճանապարհով, նորից եմ կրկնում, ստանդարտները տարբեր են։ Դու այդ լավ հասկանում ես։ Հիմա եթե դու տեսնում ես, որ այդ ստանդարտներ, այն մյուս ստանդարտներին հասնելու համար դու հակասում ես արդեն այստեղի եղած պայմաններին։ Երկրորդը դու մինչև նրան հասնես, դա Արարատի գագաթին հասնելը շատ դժվար է, չէ՞։ Սա հո բանը չի, ասենք մի հատ փոքր սար չի։ Ուրեմն այդ ճանապարհը մի վերցրու դեռ։ Դու երբ որ կունենանք այդպիսի հնարավորություն, դու չունես այդ հնարավորությունը։ Բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ հնարավորինս կտրել եւ շրջափակման մեջ վերցնել Հայաստանը։ Ինձ համար մի քիչ զարմանալի է, թե ինչու չնայած մի շարք ապրանքատեսակներ ասեն, որ Ադրբեջանով անցնում են, փորձում են այնտեղ խաբել ռուսներին, որ իբրև թե սա էլ կա, բայց ինչի այս փուլում թուրքերն ու ադրբեջանցիները չեն օգնում, որ հնարավորինս շուտ պոկեն Ռուսաստանից եւ հասնեն նրան, որ ռազմաբազաները դուրս գան, դե ռազմաբազաները դուրս եկան, հաջորդ օրը Թուրքիան ու Ադրբեջանը մտնելու է, չէ՞։ Ինչի դա չեն անում։ Ինչ է այս բանվիճակի մեջ։ Դա շատ բարդ հարց է, որովհետև Ռուսաստանը հենց այդպես այդպիսի քայլերի չի գնա։ Ռուսաստանը ունի իր ռազմավարական պարզեշահերը, որոնք այստեղ նույնպես արտահայտված են։ Մեկ, երկրորդը Իրանի հետ պետք է ունենան գործ։ Այսօր Իրանի հետ գործ ունենալը շատ վտանգավոր հարց է։ Այսինքն Թուրքիան 10 անգամ կմտածի Իրանի հետ կապված խնդիրները սրի թե չէ։ Այստեղ ոչ թե Հայաստանն է իր հզորությամբ, այսինքն Իրանը եւ Ռուսաստանի դաշնությունը, եւ որոշակիորեն Չինաստանը, որովհետեւ այդպիսի ուրեմն փոփոխություն քարտեզի վրա, աշխարհակաղակական քարտեզի վրա մեծ հետևանքներ է ունենալու։ Եվ այդ պարագայում տեսեք, ինչքան թուլացնեն Հայաստանը, այնքան իհարկե այն մյուս կողմերը նույնպես պետք է մտածեն, բա լավ, այս տարածքը, որ հանցնի նրանց, մենք ինչ ենք անելու։ Դուք հասկանում եք մենք ինչ վտանգի առաջ ենք կանգնած։ Դե դուք ասեք, բան Թուրանական արդեն կոնկրետ Եթե մեծ Թուրանը չի հաջողվում այսօր, չէ, բայց թղթի վրա էր արդեն արձանագրվում է, այդ մարդիկ օդի մեջ խոսակցություն չի, տեսեք ինչ են խոսում այս ԿՊԱ-կանները, որը որ իբր թե գլուխ են գում, թե բա ուր են այդ 300,000 ադրբեջանցիները, որ դուք ասում եք, մենք չէինք ասում, Ալիևն ու իր Այսօր էլ ասում, երեք էլ ասել, իրան չեն պատասխանում։ Դե մի հատ պատասխան տվեք։ Չէ, շատ պարզ բան է։ Շատ հստակ, մենք չենք օրինը, չէ, 300,000 ադրբեջանցի։ Այդ ամբողջ նարատիվները իրենց լեզվով ասած գալիս են Բաքվից։ Ալիևի եւ ամեն օր հեռուստահաղորդում է, որ Արևմտյան Ադրբեջան 300,000, ես չգիտեմ, ասում են ինչ որ տեղեր են, անգամ 1 միլիոնի մասին է Ալիևը խոսել, ու պիտի խնդրեմ, քանի որ դուք դրան շատ խորքային տիրապետում եք, նախ ինչի հիմա ինչ որ հայտարարություն արեց նույն հարթության վրա դրեց, հա, որ այստեղից գնացած հայերը եւ այնտեղից եկա նախ լավ է որ գոնե որտեվ ընդհանրապես դրա մասին չէր խոսում, չէ։ Մենակ ադրբեջանցիներ կան, բացարձակ են որ 1 միլիոն հայություն եւ այդ ցեղասպանության մասին էլ չի խոսում Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Արցախի ցեղասպանության մասին, այս հարթեցման մասին, հա, որ ինչ տարբերություն կա եւ ինչի մենք պիտի պահանջենք ու ստիպենք Նիկոլին, որ ինքը անպայման սեղանին դնի 1 միլիոն հայության վերադարձի հարցը եւ ցեղասպանության հարցը։ Դա շատ պարզ բան է։ Ուրեմն երբևիցե անգամ 100 անգամ ասել եմ։ Ոչ երբևիցե 300,000 ադրբեջանցի Հայաստանի տարածքում չի բնակվել։ Սա մեկ։ Ամենաշատը եղել են 150,000, որոնք իրենց կամքով ամենայն համոզմունքով ձեզ ասում ես ականատես եմ մեր շրջանում իրենց կամքով իրենց համաձայնությամբ առօք փառոք նամակներ կա եւ դրանք բավականին փոխանցել են Լարիսա Ալավերդյան եւ արխիվացված է որ ադրբեջանցիները Բաքու Ադրբեջան հասնելուց հետո շնորհակալական նամակներ են որ իրանց մի մազը չի թեքել այո եւ շատերը ստացան փոխհատուցում որովհետեւ բնակվում էին աղետի գոտում դա էլ իր հերթին
Այսինքն այդպիսի վերաբերմունքի արդյունքում մենք ստացել ենք հետևյալը. առաջին հերթին Սումգայիթ, որից հետո Կիրովաբադ, որից հետո Բաքու եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամբողջը եղել է ոչ թե թշնամություն, դա եղել է ուղղակի sense ցեղասպանական գործողություններ։ Բացահայտ ցեղասպանական, շարունակական է եղել այն ցեղասպանությունը, որը սկսվել էր 15-23-ին, շարունակվել է այս ընթացքում Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ եւ այլն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ էությունը այդ լավ գոնե ժողովրդի չասեմ, բայց ղեկավարության չի փոխվում։ Ինչ Թալյատներ, ինչ Ալիևն է։ Ոչ մի տարբերություն, ես ամենայն պատասխանատվությամբ դա ասում եմ։ Շատ པարզ պատճառով, որովհետև եթե Սաֆարովի նմանին կարելի էր տանել ազգային հերոս դարձնել, նա նույնն է ինչ որ Թալյատը կամ Էնվերը կամ Ջեմալը եւ այլն։ Սա եթե չենք հասկանում, ուրեմն մենք ուղղակի կորցրել ենք բանականությունը, մենք կորցրել ենք ընդհանրապես մեր պատկերացումը ոնց է պետք վերաբերվել մեր պատմությանը։ Այ այստեղ է որ ուզես թե չուզես, հիմա պետք է այս ժողովրդին բացատրելով, այո, ցավում եմ, որ շատ բարդ է բացատրելը, շատ բարդ է դարձել բացատրելը ժողովրդին, որովհետև ժողովրդի մի հատվածը որ Նիկոլը խոսի այդ 1 միլիոնի մասին, վերադարձի մասին, եթե չի խոսում, ուրեմն ի՞նչ է, պատանդես, ինչ ես։ Չէ, դա ինքնին հասկանալի է, որովհետև շատ པարզ հարց է, եթե մեր ժողովուրդը, այստեղ շարունակեմ ուղղակի, եթե մեր ժողովուրդը, մեր հայերը ապրում էին այնտեղ իրենց բնորանում, այո, դա շատ եւ կարեւոր բերել Արցախն ու համեմատել այս Արցախահայությանը Ոչ համեմատել։ միայն Արցախը, Գարթման աշխարհը եւ այլն, Շահումյանը եւ այլն, այդ բոլորը եղել են հայկական։ Իսկ ով է ասել, որ ընդհանրապես Ադրբեջանը այնտեղ Ադրբեջան է եղել։ Եթե չլինեին թուրքերն ու անգլիացիները, Ադրբեջան պետություն չէր լինելու։ 18 թվականին, դե հա, ապրում էին մուսուլմաններ։ Այդ մարդկանց մինչև 36 թիվը, մինչև 36 թիվը անվանում էին մուսուլմաններ, նրանք ազգություն չեն ունեցել։ Եվ Ստալինի օրոքա որ գրվել է սահմանադրությունում ադրբեջանցիներ։ Սա է իրողությունը։ Այո, պատիվ իրենց ճակերտներում իհարկե, իրենք կարողացան իրենց դարձնել ժողովուրդ։ Հələ չգիտեմ որպես ազգ, բայց կարողացան այդպիսի դառնալ։ Չէ, ասեք, որ այնտեղ նաև մեծ բան արև գործ ունի Նիկոլը, որ այդ ժողովրդից ազգ դարձավ, չէ, այս մարդը հաղթողը արդեն բաննա, չէ, այս ամեն ինչներ կա։ Իսկ հաղթանակ տարածը իհարկե դրանով շատ մեծ դիվիդենդներ է ստանում իր ժողովրդի մոտ։ Սա էլ կարևոր հանգամանք։ Իսկ հակառակը պարտվածնել ուղղակի Շատ լավ, երկու հայտարարություն միանգամից ընթերցեմ, մեկնաբանեք, հա, Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, եթե երկիրը դադարի իր համար հետաքրքրություն ներկայացնել, որպես գործիք, Ռուսաստանի դեմ ՌԻԱ Նովոստի հարցին պատասխան հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, նրա խոսքով Եվրամիությունն ու ԱՄՆ շահագրգռված չեն Հայաստանի եւ նրա քաղաքացիների բարեկեցությամբ։ Մեդվեդևը կարծում է, որ Երևանի Արևմուտքի հետ հետագա մերձեցման դեպքում Ռուսաստանի հետ տնտեսական խզումը կարող է երկրի համար լուրջ հետևանքներ հանգեցնել։ Էլի բաներ է զգուշացում, նա հավելել է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն կարող են Հայաստանը թողնել առանց աջակցության, եթե Երևանը շարունակի Արևմուտքի հետ մերձեցման ուղին ՌԴ անվտանգության խորհրդի տեղակալի գնահատմամբ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կարող է Հայաստանում կբերի խոր ներքին ճգնաժամ, իսկ գուցե ավելի վատ բան, այսպիսի բան է ասել եւ նաեւ այսօր էլ էլի բան հայտարարություն է եղել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում Երևանի կողմից կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելը եւ տարեկան բյուջեի որոշումները չստորագրելը պարզապես նշանակում է իր իրավունքը չիրականացնել, բայց դա չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունը ժամանակին կատարել իր ազգային ներդրման վճարումները։ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայել Գալուսին։ Խնդրեմ, երկու հայտարարություն։ Եթե Հայաստանում լիներ ազգային մտածելակերպ ունեցող կառավարություն, ապա այսպիսի սրացում հարաբերություններով երբեք չէր լինի, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանը հնարավորություն կունենար, լինելով ԵՏՄ անդամ, ունենալ նաև հարաբերություններ այլ երկրների հետ։ Գիտեք, մեր կուսակցության հիմնական սկզբունքը եղել է 90-ականներից սկսած, ես պարզ եմ ուզում ասեմ, որ այսպես էր, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է զարգանան այնքանով, որքանով նրանք հնարավոր են եւ նպատակահարմար, այլ երկրների հետ այնքանով, որքանով դրանք չեն խանգարում
Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման։ Ինչու՞։ Չթվա թե մենք ինչ-որ հատուկ բան ենք։ Մենք խոսում ենք նրա մասին, որ եթե դուք արդեն համարում եք, որ դա ձեր ռազմավարական դաշնակիցն է, ապա հարաբերվեք նրա հետ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ձեզ, թույլ տվեք նաև իրավունք եւ հնարավորություն վերապահեք, որ դուք նույն ձևով, այլ ձևով կարող եք ուրեմն հարաբերվել այլ երկրների հետ։ Սա այն բանաձևն էր, որը որ հնարավորություն էր տալիս դաշնակից երկրի հետ նաև որոշակի նաև վստահություն ձեռք բերել եւ նրա հետ հարաբերվելուց ասել, որ գիտես ինչ, ես էլ եմ պատրաստ քեզ աջակից լինել, եթե դու ինձ աջակից ես եւ հասկանում ես, որ իմ հնարավորությունները կարող են նաև լինել։ Ունենալով այդպիսի սփյուռք, պարզ է, չէ, որ մենք պետք է ունենայինք լուրջ հարաբերություններ այն պետությունների հետ, որտեղ մեր խոշոր համայնքներն են։ Առնվազն եմ ասում։ Այս պարագայում մենք շատ մեծ օգտակար դեր ունեինք։ Եվ մենք չօգտագործեցինք նաև մեր դիրքը, աշխարհագրական դիրքը այստեղ, որը շատ մեծ նշանակություն ունի։ Տեսեք առ այսօր Եվ այս ամբողջը ունենալով եւ հնարավորությունները մեր ինտելեկտուալ սեփականությունը ժողովրդի ունենալով, մեր ընդերքի շատ լուրջ նաեւ պաշարներ ունենալով, մենք այս ամենը ցակուցի վարեցինք։ Հիմա ինչ է վերաբերում է նույն Մեդվեդևի ասացին։ Այո, մենք հիմա այն իրավիճակում ենք, որ եթե այդ հարաբերությունները սեղմեն, ապա 40% առնվազն 40% մենք կորցնում ենք ուրեմն առևտրաշրջանառությունը, առնվազն։ Արդեն նվազել է վերջին մեկ ամսում, իսկ նախորդ տարի 12 միլիարդ։ Հիմա տեսեք հաջորդ մի բանը, որը անդադ պետք է խոսել եւ ասել։ Որերորդ արդեն վարկն են վերցնում այս տարի։ Հունվարից արդեն մի անգամ էստեղ ասել եմ։ Նորից ուզում եմ ասել, ես իհարկե թիվը մոռացել եմ, ուրեմն չէ որ չեն օգտագործել այդ գումարը բացարձակ եւ մի ահռելի վարկ եմ փակում։ Պատկերացրեք ընդհանրապես չեն օգտագործում դա։ Ինչ խայտարակություն։ Հիմա տեսեք, 350 միլիոն դոլար իրենք մենակ հունվար ամսին են վերցրել 3 տեղից։ Այսօր շարունակեցին այդ բոլորը եւ ինչի են վերցրել արդեն ասել եմ դրա համար։ Հիմա չեմ կրկնում, բայց բոլոր վարկերը գրվում է իրենք են ասում է պետ բյուջեն փոխլրացնելու դեֆիցիտը փակելու համար։ Այսինքն 1 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունի այս կառավարությունը այս տարվա բյուջեում 1 միլիարդ դոլար։ Այդ 1 միլիարդ դոլարը փակելու համար ինքը չունի ներքին ռեսուրս։ Ինքը մաքսիմում կարող է նորից ձեզ խափի, բերի ասի ես պարտատոմսեր եմ ձեզ վաճառում բարձր տոկոսով։ Դուք հասկանում եք այդ պարտատոմսերի տոկոսներն էլ շատ բարձր են։ Այսինքն դա եւս մեկ անգամ ավելի է ավելացնում ձեր պարտքը պետական։ Ուրեմն կնշանակի ոչ թե նրանք այդ վարկը վերցնելով մեզ օգուտ են տալիս, այլ մեծագույն բեռ են դարձնում մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր երիտասարդներին, մեր երեխաների համար։ Սրա համար պատասխան պետք է տա։ Հիմա արդեն ամեն հայի վրա 20,000 դոլար պարտք է։ Ու սեպտեմբերին էլի նորից վերցնելու է։ Սեպտեմբերին նորից մեծ խոշոր ուրեմն վարկ է վերցնելու։ Չի գնում դա ոչ մի ձևով այսպես ասած արտադրություն զարգացնելու։ Ընդհանրապես իշխանություն չներ երևի ավելի լավ էր։ Հա, իհարկե։ Չէ, ընդհանրապես ոչ մի բան չանեին։ Օրինակ կարելի է ազգովի հավաքվել, փող հավաքել, իրանց տալ, որ իրանք ոչ մի բան չանեն, թող վայելեն կյանքը։ Ասեք անընդհատ այն բանը, թքող մոր թքող բալեն, ալենը։ Օրինակ այտենց իրանց համար անդադ Ես ուրիշ առաջարկ ունեի։ Ես ընդդիմության առաջարկում էի, որպեսզի իրենք զուգահեռ ձևավորեն այն այլընտրանքը, որով կարող են ցույց տալ, թե ինչպես կարելի է կառավարել երկիրը։ Հասկանում եք, սա շատ ավելի կարևոր է հիմա մեր ժողովրդի համար։ Եթե դուք չեք ներկայացնում ձեր այդ այլընտրանքը, միայն բանավեճի մեջ եք մտնում, դրանից ոչ մի բան չի լինելու։ Դե մերան ներկայացնեմ, քանի անգամ եք դուք ներկայացեմ, մյուսը ներկայացեմ։ Չէ, եսի նկատի ունեմ, դա պետք է լինի միասնական։ Միասնական պետք է լինեն այդ բոլոր գործողությունները։ Եվ պետք է գալ ժողովրդին ասել, որ տեսեք, այս ծրագրին համապատասխան, հա, ծրագիր ունեն, պարզ է, ամեն մեկը իր ծրագիրն ունի։ Բայց եկեք հենց տեսնում եք, որ ինչ-որ մի քայլ է անում, այդ դրա դիմաց բան, օրինակ սահմանադրության հետ կապված։ Այո, դա առանց դա մասին ես ուղղակի մի նախադասեմ։ Չէ, ակնհայտ է, չէ՞ որ ինքը ուզում է անում։ Միանշանակ է ուզում, ուզի։ Այսինքն թուրքերի պահանջն է դա։ Պահանջը ինքն էլ արդեն համաձայնություն տվել է։
Ուրեմն եթե նա պետք է սահմանադրության իր տեքստը բերի, մենք էլ անդադ կանգնում ասում ենք, բա ինչի չի տպագրում։ Ասենք դե տպագրեց։ Իսկ ուր է մեր այլընտրանքային սահմանադրությունը։ Եկեք մենք մերը ներկայացնենք, ժողովրդին բացատրենք։ Այո, կոնկրետ առաջարկ եմ անում։ Մենք արել ենք դա 95 թվականին 6 կուսակցություններով, երբ որ հրաշաներ ներկայացնում։ Նախաձեռնել դուք, պարոն Սարգսյան, ասենք կա, չէ, ինչ որ բան, ուժեր, ազգային ուժեր, նախաձեռնեք, սկսենք։ Մենք նախաձեռնում ենք եւ տեսնում ենք, որ որոշակի խանդոտ վիճակ է։ Չեմ կարծում այն օրի չենք մենք։ Մենք այն վիճակում չենք եւ ակնհայտ է իրեն պետք է այստեղից առաջարկ արել, որ այն հուշագիրը ստորագրեն։ Արեցին, չարեցին։ Տեսեք, իրենց հիմա պետք է 6 ձայն ուժեղ Հայաստանից եւ եթե ոչ, ապա իրենք ես չգիտեի ճիշտ չէ, Լևոն Զուրաբյանն ասեց, թե Սուրենյանցը, որ իրենք ասել են, եթե ոչ, ապա մենք ոնց որ արեցինք 18 թվական, այսինքն ժողովրդին կանենք եւ ոնց որ բռնություն կիրառեցին պատգանել, նախ ես վստահ եմ, որ հիմա այդպեսի բան չի լինի, որովհետեւ ժողովուրդը այդպես բան դուրս չի գա, եւ իրենց մնում է առաջինը եւ դուք արդյոք բան կապ չեք տեսնում, տեսեք հիմա իրենք ինչ ոչ են որդեգրել ազգային ժողովում, եկեք համերաժ, եկեք չգիտեմ ինչ, այսպես ասեմ, արդյոք չեն ուզում միամտացնել, ես ներողություն եմ խնդրում բարիս համար, ուժեղ Հայաստանը դե հələ դեռ նոր ուժ է, միամիտ բան, այսպես փափուկ ուժեղ Հայաստանին տանեն, դե եկեք այսպես որոշակի կոմպրոմիս, տեսեք մենք Վարդևանյանին ընտրեցինք, այս հարցում կարող ենք ընդառաջել բան, այսպես փափուկ բարձ դնելով, դե նրանք էլ դեռ փորձ չունեն ուժեղ Հայաստանը, եւ մենք տեսնում ենք, որ իրենց խաղի մեջ, համենայն դեպս իրենց օրակարգի մեջ, այսպես թե այնպես ուժեղ Հայաստանը երբեմն մտնում է։ Պետք է իրենց զգուշացնել, որ պետք է շատ զգոն լինել, չվախենալ, չերերալ, բան չանել, այս փափուկ բարձը շպրտել մի կողմ եւ վստահ գիտակցել, որ դուք գործ ունեք դավաճանական ուժի հետ եւ նրա հետ որևէ կոմպրոմիսը չի կարող շահեկան լինել հայ ժողովրդի համար եւ ձեզ ուղարկել են այնտեղ ոչ թե կոմպրոմիսի, այլ հնարավորինս ինչ ասեմ, այդ էներգիան, այդ բանը բարձրացնել եւ փողոցում եւ ազգային ժողովում, որպեսզի իրենց շպրտենք, իրենց հեռացնենք։ Եվ այս ամեն ինչը իրենք չանեն հանկարծ սեպտեմբերին էլ մի հատ նես մթնոլորտ ստեղծեն, որ հանկարծ ուժեղ Հայաստանից մեկ է տեսնենք մարդիկ ասում են, դե գիտեք ինչ կա, մենք եկել ենք այն գիտակցության, որ սա պետությանը պետք է, մենք պիտի սահմանադրության համար կողմ քվեարկենք։ Հիմա արդեն պետք է զգուշացնել, որ ուժեղ Հայաստան չհամարձակվեք այդ ուղղությամբ գնալ։ Ուրեմն, եթե ես իմանայի, որ կոմպրոմիսը բերելու է շատ լուրջ ազգային արժեքի պահպանմանը, կասեի այո, բայց որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, այդ եմ ասում, որ դա անհնար է, որ դա ամեն ինչ արվելու է միայն նրա համար, որպեսզի իրենց խոստումը կատարվի Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներին համապատասխան, ուրեմն որևէ կոմպրոմիսի տեղ չկա։ Եվ ես նաև այս գլխից ուժեղ Հայաստանը իմանա, որ չի լինելու այդպիսի բան, որ այս 8 տարվա իրենց իշխանության օրոք իրենք ինչ են ցանել։ Իրենք ցանել են, բացի կորցնելը, այո, ատելություն, թշնամություն, պառակտում, վրեժխնդրություն, անարդարություն, ամեն ինչ, այն ինչ որ համարվում է անբարո կեցվածք։ Այս ամբողջը իրենք արդեն ցանել են։ Հիմա թույլ տվեք աշտանը իրենք դա ստանան որպես արդյունք, որպես բերք իրենց կողմից ցանացի, որովհետև սա անհետևանք չի լինելու։ Ժողովուրդը չի կարող այսպես անընդհատ հանդուրժի, որովհետև գալիս է աշունը, ինչու ոչ թե թեժ աշտան մասին է խոսքը, հարցը դա չի։ Գալիս է աշունը, երբ որ իսկապես այս մարդիկ, որոնք որ մեծ գումարներ էին ներդրել իրենց ապահովելու համար, այդ բոլոր արդեն այսօր են իսկապես սնանք դառնում, բայց այն ժամանակ արդեն գալու է ձմեռ եւ վարկերի տակ կնքելով իրենք չեն կարողանալ դուրս գան այս վիճակից։ Ելքը ինքներդ հասկացեք ինչպիսին է լինելու ելքը։ Մենք նաև ուրախանանք դրա համար, որտեղ մեր հայրենակիցներն են եւ այս աղետը տարածվում է։ Ես որ տեսնում եմ այդ չորացած ծիրանի ծառերը, Երանի գնաք մի հատ տեսնեք Էջմիածնից գնացեք Արտաշատ, բան աշտարակ, բանա, ծառերի ցեղասպանություն, համատարած չորացած ծիրանի դեղցից է համատարած։ Մի հատ Նիկոլ իսկապես անցի տես, մի հատ հետաքրքրվի էլի ինչ է կատարվում, էս ինչ է եղել։ Կամ այդ Շահումյանով մի հատ գնա ձախի վրա տես, այդ ինչի է տենց ամայացել։ Այնտեղ էլա ծիրանի ծառերը, աչի վրա խաղողի այգիները։
բա մի ուրիշ բան, բա որ դուք խլեցիք։ Իմիջիալոց Գագիկ Ծառուկյանը ավերակ է ստացել այդ գործարանը, այդ բանը ցուցադրել են, չգիտեմ, կարող ենք Մարիամ ցուցադրել։ Բա հեսա մթերում է, ինչ է կանելու։ Հա, ինչ է կանելու, հեսա մթերում է։ Հա, իհարկե, բա հենց Ինչ է լինելու, այս խեղճ գյուղացու վիճակը, այն մթերող կա, գործարանը ոնց է լինելու, այս խեղճ միջոցներով են իրենք մթերելու։ Ես չգիտեմ, այս խեղճ գյուղացին այսքան վարկի ու բանի տակ, ինչ է ստացել։ Է որ ասում եք, թալանել է, ինչ է, ավերակ, մի հատ տեսեք, լավա որ կա այս բանը, թե ինչ է ստացել։ Հա, ինչ է ստացել, տեսեք։ Տեսեք ինչ է ստացել։ Ավերակ։ Եվ հիմա գնացեք, տեսեք ինչ վիճակ է։ Թանգարանն է, այնտեղ բանն անում, տուրիստներին տանում են, դա թանգարանային, տուրիստները գալիս են, վերածել է թանգարանի։ Եվ ընդհանրապես որպես արտադրություն, այո, որպես արտադրություն մեծ, այո։ Ի՞նչն եք խլում։ Բա մի բան է դուք կառուցեք, էլի, մի բան է դուք մի ավերակել, դուք շենացեք, մի բան։ Գնա խլել է, Ավինյանը ուրախացել է, գնացել խլել է մուլտիրեզը, բան անում, եկեք, մարդիկ, եկեք։ Նախ պետք է բոյկոտեն, եթե սրանց ձեռքն է, ով որ աբոնենտի դի բոյկոտի չգնա այդտեղ, որտեղ դա խլված եւ գողացած բան է։ Այդ ամբողջը բումերանգի բանն ունի, հատկություն ունի, այո, երկիրն։ Ես դրա համար ասում եմ, հիմա քանի անգամ կարելի ասել, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ոչ թե առանձին քաղաքական ուժեր, ինչքան էլ որ իրենք համարեն ինքնաբավ են, այդ ինքնաբավը այն դեպքում կարտահայտվել, եթե դուք արդեն հասած լինեիք ձեր արդյունքին։ Չէ, Սամվել Կարապետյան, հայտարարել եք շարժվեք, ասել եք համաղուրա, արագացրեք, չգիտեմ, սեպտեմբերային, պիտի արագացնեն, շատ ուշ է արդեն, արագացրեք։ Շատ զարմացրեց Սամվել Կարապետյանի այս վերջի հայտարարությունը, այն առումով, որ ոչ բոլոր քաղաքական ուժերի հետ ենք մենք համաձայնվում, որովհետև այնտեղ կան պրոքսի, ուրեմն ընդդիմություն, որ իբր պրոքսին դե պարզ է, չէ, իշխանության հետ համապատասխան ձևով հարաբերվում է։ Ճիշտ ասում, տակից խաղեր տվողներ կան, էլի։ Իհարկե, բայց այդ դրանց տեսնել դրա կարիքը չկա։ Այդ պրոքսիներին օրինակ բերելը անիմաստ է։ Այլ հարց է։ Հիմա ասեմ, ազգային ժողովում 2-3 ուժ մասնակցեցին, որ իբր թե ընդդիմություն էր։ Ես ասում եմ, բացահայտ է, չէ՞, բացահայտ է, չէ՞։ Այն երիտասարդ ինչ է դա դրանն ասա, Մարիամ։ Խոսքը գնում է, Աջելա չես ուզում ինձ հասկանալ։ Խոսքը գնում է նրա մասին, որ դու ձեզ համար հայտնի է, չէ՞, որ ովքեր են այն ընդդիմադիր ուժերը, որոնք իրականում եղել են ընդդիմություն, այն էլ երկար տարիներ։ Հիմա այդ ուժերի հետ համագործակցեք, այն պարզ է, ում մասին որ խոսքը գնում է, մենք ինքներս բոլորս գիտենք, դրա մասին խոսելը անիմաստ է։ Հիմա պետք է ձևավորել այն խորհուրդը, որը որ իրոք, ել եմ կրկնում, անպայման չի 20-30, սկիզբը պետք է դրվի ամենալավագույնը 5-7 կառույցների միջև։ Շատ լավ։ Եվ այդ պարագայում բոլորին դեմ են, մենք խոսում ենք դրա մասին, եկավ իրա կեղտոտ գործը արեց, ծվրվեց։ Կեղտոտ գործ արեց, ձայները խլեց, այդ ձայները գնաց բոլորին դեմ են։ Եթե դու ասում ես բոլորին դեմ են, դու ուրեմն Նիկոլի կողմից ես։ Եթե բոլորին դեմ են, քո Նիկոլը մնում էր իշխանության։ Բայց ասել ենք որ դու կեղտոտ բան ես արել։ Մի հատ ընդ արև մտամետ ինչ որ մի հատ տղա էր, ինչ էր, Գուրգեն ինչ էր։ Իրա կեղտոտությունն արեց 10-20 հազար ձայները, փոշիացրեցին գնաց Նիկոլական գործ արեց։ Էլ ինտեղ մի հատ էր գա կեղտոտ ուժ, ասում էին չես անցնելու, ինքնասիրարված մի հատ Ադիկալոնի գովազդի տղա կար։ Էլ իրա կեղտոտությունն արեց, իրա 20-30 հազար ձայնը փոշիացրեց գնաց, բայց հիմա ով կհամոզի որ դուք Նիկոլական եք, ով կարող ասի։ Լավ անում։ Լավ անում Սամվել Կարապետյանն ասում է, դրանց պետք է իմանալ։ Չէ, այդ դեպքում անվանական եք։ Այո։ Այո։ Եկեք անվանական խոսենք, որպեսզի պարզ լինի, թե ինչի ում են նկատում։ Այդ ճիշտ է։ Շատ կարևոր։ Եվ ուզում եի նաև, տեսեք, այս հարցը մենք այսպես բացարձակ չենք խոսում սրա մասին։ Սա մենք ասում ենք, սա ազգային խայտառակությունը ինչ ասել է հայ մարդը, բազմաթիվ մի քանի 100 հոգի, այսօր զրկված են Հայաստան մտնելու իրավունքից, որովհետև Նիկոլ այդպես է ուզում։ Որովհետև այդ մարդիկ ասում են, մենք մեր տեսլականը այսպես է, Արցախը Հայաստան է, օրինակ, Արցախը պատմական մեր հայրենիքն է, եւ գերիների թեման բարձրացնում են տարբեր թեմաներով, եւ ասում են ինչ խաղաղություն մի անի հետ որ դեռ օկուպացված տարածքներ ունենք, վերջ, ուրեմն դու Հայաստան չես մտնի։ Ես այս հարցը ել չեմ ասում, որ հայ ժողովրդի մեծագույն բարեկամ ինքը դա ապացուցել է
Զատուլինը եւ նաեւ Զատուլինի նման Զատուլինի ճանապարհն է փակված։ Հիմա ինչա, պետք է շատերը կարող է չընկալեն, դուք չեք տեսել նաեւ Սալավիովը ինչ է արել հայ ժողովրդի համար եւ միշտ եղել է հայ ժողովրդի պաշտպան, աջակից եւ հարցերը բարձրացրել է։ Ու այսպես Անդրանիկ Միհրանյանի ճանապարհն է փակված, Մարգարիտի ոչ միայն Ռուսաստանի, Ֆրանսիայի մեր հայկական դաշնակցության քանի այնտեղ մի 20-30 կինոց ճանապարհն է փակված, Միացյալ Նահանգներից ու այսպես շարունակ։ Այս հարցը պիտի, չգիտեմ, ինչ որ խորհուրդ ստեղծի եւ անընդհատ բարձրաձայնվի, որ սա ազգային խայտարակություն է զրկել մեր հայրենակիցներին հայրենիք մտնելու համար, որ իրենք համաձայն չեն Նիկոլի քաղաքականության հետ։ Եկեք այդ դեպքում միանգամից ձևավորենք քաղաքական օրակարգ։ Այդ քաղաքական օրակարգում բազմաթիվ հարցեր կլինեն իմիջիալոց։ Սկսած սահմանադրությունից եւ այլն, ել չեմ ուզում շատ շարունակեմ, բայց քաղ բանտարկյալների հարցը, մեր գերիների հարցը։ Իմիջիալոց պարոն Սարգսյան, լավ բան եք ասում, բայց քանի որ այսօր լոկոմոտիվը հաղթող Սամվել Կարապետյանի լավ կլինի որ իրենց առաջարկեք։ Ես իրենց եմ առաջարկում։ Ես դրա համար ասում եմ, մենք չենք նախաձեռնում, դուք եք նախաձեռնողը։ Եկեք նախաձեռնեք այդ քաղաքական օրակարգը ձևավորեք, բոլոր հարցերը բերեք ներկայացնենք, որոնք իսկապես անհրաժեշտություն են, հայ առաքելական եկեղեցու, այն որ դուք եք սկսել եւ շատ լավ է եղել, որ դուք սկսել եք այդ պայքարը հանուն մեր հայ առաքելական եկեղեցու պաշտպանության, եկեք այդ օրակարգը ամբողջականացնենք, որովհետեւ այսօր ունենք եւ սահմանադրության խնդիրը, եւ ներքին քաղ բանտարկյալների հարցը, ձերբակալությունը արգամիջի։ Չէ, Մարիամ Եվ ուրեմն նաև մեր գերիների խնդիրը եւ տասնյակ ուրիշ հարցեր։ Տասնյակ ուրիշ հարցեր։ Որովհետեւ այդ պարագայում կներես, այդ պարագայում կարելի է արդեն որոշել, թե ինչպիսի քաղաքական քայլերով միասնաբար կարելի է այդպիսի ակցիաները կազմակերպել, պահանջել եւ այլ գեներացնել այս շարժումը ժողովրդի։ Առանց դրա ոչինչ չի ստացվելու։ Ինչքան էլ ուզում եք խորհրդարանում ձեզ հաղթողի տղեկ, թե Ռուբինյանը սենց, Ռուբինյանը նենց կամ չգիտեմ այն մյուսը, դա ոչ մի բան չի նշանակում այսօր։ Ով հաղթողի տեղ իրեն դնի։ Այսինքն որ ելույթ ունեցանք, դա տեսար ես ինչ ասեցի նրան։ Այս ամբողջը դրեք մի կողմ։ Խոսքը գնում է նրա մասին, թե իրականում ինչ արդյունք եք ստանալու ձեր քաղաքական գործունեությունից։ Եվ դա է սպասում ժողովուրդը մեզնից, բոլորից։ Չեք մոռանում, որ առաջին այդ որ Ռուբինյանը տենց ինքնաբավ, ինքնագոհ, մեծամետ ինչ որ այս բաներով խոսում է մի հատ էլ ինչ որ համերաշխություն, չգիտեմ ինչ, առաջին այլանդակությունը, կեղծիքը, սուտը բերելա ինքը։ Հիշում եք Աբաջանի պապու նկարը պահած եւ պապը սուտը։ Հիշում եք այդ Ռուբինյանն էր։ Այնտեղ կանգնած եւ Դորել Հովանես Իշխանյանը լավ հիշեցեց, ասեց առաջիններ, որ շուշվա ասողն ա եղել ինքը։ Եվ այսօր դուք ուժեղ Հայաստան, նորից եմ ասում, այդ կոմպրոմիսը հանկարծ մտքներովը չանցնի միամտաբար կամ չգիտեմ ինչ որ կոմպրոմիսներ եւ այս տեսարանը ձեր մեկնաբանությունը ինչ նույն շարունակությունն է ոնց որ Ծառուկյանին էին փորձում նվաստացնել հիմա էլ այս իրան նպատակին հասնում է թե հակառակ ես չգիտեմ ում մոտ է ինքը հասնում գիտեք ինչ միշտ էլ կլինեն նրանք ովքեր որ հաճույք են ստանում երբ որ տեսնում են մեկ ուրիշի ստորացնում են դա այդպիսի ստոր մարդիկ կան ցավոք կան հիմա ինչ ասեմ բայց ժողովրդի են հատվածը, որը արժանապատիվ ժողովուրդ են, բարձ չի, որ դա չի կարող բավարարել իրենց հոգե, չգիտեմ ինչ ոնց ասեմ։ Հարցը նրանում է, թե դու ինչ ես ուզում, հա? Ինչ ես ուզում։ Դա ես արդեն ասեցի, այս ամբողջը ծրագիրը, որը ինքը իրականացնում է։ Եվ չի ստանում համապատասխան դիմադրություն։ Այ սա է խնդիրը։ Մարդուն ինչքան որ թույլ տակ, որ ինքը շարունակի այս բոլոր քայլերը, ուրեմն ինքը կշարունակի ավելի։ Երբ որ Հիտլերը գալիս է իշխանության եւ արդեն նացիստական, ֆաշիստական հայտարարություններ, առաջին փուլում շատ հрьяաներ դուրս են գալիս Գերմանիայից հասկանալով ինչ է լինելու։ Մեկնել է Էյնշտեյնը։ 1-2 տարի հետո իրենք հետ են գալիս, վերադառնում են, մտածելով չէ, երևի արդեն ամեն ինչ բան է, նորմալ է։ Իմիջիալոց հեղափոխությունից հետո էլ շատերը այդպես մնացել են, ասում են, չէ, ոնց որ ինչ որ բան կարգավորվում է, չէ, բոլշևիկները ինչ որ բան, հետո բոլորին տեսանք ինչ։ Գալիս են Երևանի կենտրոնը տեսնում։ Հիմա շատերին էլ թվում է, 8 տարի է, չէ, սա Նիկոլը լավ կլինի, չէ, հենց տեսնում եք, այն որ մտածում եք գնանք կոմպրոմիս գտնենք, գնանք համագործակցենք, գնանք, չգիտեմ ինչ անենք։ Այսպես մակերեսային մտածելակերպ
մակերեսում տեսնելով սրճարանների առատ ուրեմն աշխատանքը, չգիտեմ ռեստորաններ, չգիտեմ այսինչ այնինչ, տուրիստների քանակ եւ այլ, դու իհարկե ինչ հիանալի երկիր է, ինչ հիանալի պետություն է։ Ես ձեզ ընդամենը մի քանի օրինակ բերեցի։ Եթե այս վարկերի շարունակությունը հասնի նրան, որ դուք եւս 2 միլիարդ պարտքի տակ ընկնեք, նոր այդ ժամանակ հավանաբար կհասկանաք, թե ինչ քաղաքականություն է վարում այսօրվա իշխանությունը։ Ես ուղղակի ուզում եմ ասել, եթե 18-19 թվականին քաղաքական բարձր գիտակցում ունենային եւ հասկանային, որ ինչ աղետի մեջ ենք լինելու, նույն հանրապետականը հասկանար, նույն հայ-հեղափոխական դաշնակցությունը հասկանար, կողքի ուժերը հասկանային, անհատները հասկանային, գուցե այս աղետը չլիներ, որտեվ այդ փուլից ինչքան ուժեր եւ մարդիկ փորձեցին համագործակցել, ասել դե տղեն եկել է բանա, մարդը մենք իր անկեղծությանը չենք, այդպես հայտարարություններ էլ կան, չէ՞, մենք իր անկեղծությանը չենք կասկածում, թողեք թող աշխատի, չգիտեմ ինչ որ գնացին նախարարներ դարձան եւ այլն, աչք փակեցին նրա վրա, որ երկրորդ նախագահին տանում էր, աչք փակեցին, ձայն չէին հանում, նույն Գագիկ Ծառուկյանը, բա, պարոն Ծառուկյան, այդպես է լինում։ Նույն այն մյուսները, հերթով ասեմ էլի այսպես, այդպես է լինում, երբ որ նույն հայ-հեղափոխական դաշնակցությունը, որ դեռ բան արեցիք, չէ՞, մի հատ էլ Աղվան Վարդանյանին դուրս հանեցին հայ-հեղափոխական դաշնակցությունից, որովհետև այն բացառիկ գործիչներից էր, որ ասեց, ինչ ուժեր է եւ ինչ է մեզ սպառնում, հիմա ինչ որ մարդիկ կան, որ ասում են ինչի է, ինքը այսպես ասե, ինչի է գնում падգամավոր դառնում, լավ է անում Աղվան Վարդանյանը, որտեվ ինքը այդ իրավունքը ունի, որտեվ ինքը այն քիչ գործիչներից է եղել, որ առաջին վարքյանից չի վախեցել, չի ամանչել, գնացել է դատարաններ կանգնել է նախագահի կողքի եւ բացի դրանից ասել է, որ այս ուժը ինչ աղետ է բերելու մեր գլխին եւ 8-9 տարի շարունակ անդադար պայքարել է դրա համար։ Այսքան է, շնորհակալություն, մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Զարուհի Փոստանջյանի հետ։